Բարի օր ժողովուրդ ջան։ Ես ունեմ բարձր տրամադրություն, հույսով եմ դուք էլ ունեք բարձր տրամադրություն, սկսում ենք բարձր տրամադրությունով մեր այսօրվա ուտեստի պատրաստելը։ Պատրաստում եմ սմբուկով, լոլիկով թարմը, պղպեղով երկու գույնի եւ սոխսոխառածի համար եւ կանաչ լոբիով թարմ։ Ինչի համար եմ ասում, պատրաստում եմ ամառային ուտեստ հորթի մսով։ Քիչ միս եմ լցրել ուղղակի համի համար։ Հիմա ձեզ ասեմ, սիրելիներս, սմբուկը պետք է տապակեմ, մնացածը ոչ։ Միայն սմբուկը պետք է տապակեմ, լոբին մի քիչ բարձրել եմ, մի քանի րոպե էպել եմ ու հանել եմ, որպեսզի հում չմնա։ Ես այս բոլոր պարագաները թվեցի, հիմա ձեր հերթն է, դուք կորոշեք այս ուտեստի անունը, սիրելիներս, կսպասեմ ձեր որոշմանը։ Օգտագործում եմ, սիրելի հետևորդներ, ձիթապտղի յուղ։ Հիմա ես լցնում եմ, որպեսզի տապակեմ մեր սմբուկը։ Շատ չեմ տապակելու քիչ, որովհետև հլը ճաշի հետ պետք է էպվի։ Սմբուկը ավարտեցի։ Հիմա պատրաստում եմ սոխառածը։ Հիմա լցնում եմ լոբին, սիրելի հետևորդներ։ Հիմա կդնեմ մեկ ճաշի գդալ տոմատ, սիրելիները, լոլիկի մածուկը, այսպես ասեմ։ Չեմ ուզում շուտ դնեմ, որպեսզի չվառվի։ Լցրեցի լոբին, հետո տոմատի մածուկը։ Մեկ թեյի գդալ կարմիր պղպեղ, քաղցր, եւ գցել եմ մեկ թեյի գդալ սխտորի փոշի, հիմա մի քիչ այսպես սև պղպեղ, այսպես ուղղակի։ Հիմա լցնում եմ միսը, շատ էփած չի միսը, այնպես որ տեղ եմ թողել, որ ճաշի հետ է էփի։ Հիմա կխառնեմ մի քիչ սոխի մեջ լոբիի հետ, առանցին, տոմատով, տոմատի մածուկով։ Հիմա լցնելու եմ մսաջրի ջուր, բուլյոն եւ մեր լոբիի եփած ջրից։ Այսպես։ Դա բավական է ջուրը, որովհետեւ ինքը շատ ջրալի չի լինելու է նորմալ։ Հիմա կթողնեմ մի քիչ գերա լոբիի եւ մսի հետ։ Հիմա լցնեմ պղպեղը։ Այսպես։ Ամենավերջում լցնելու եմ թարմը կտրտած համեմ եւ մաղադանոս։ Ամենավերջում մի 5 րոպե դրանից հետո կթողնեմ կերանալ, կվերջացնեմ։ Արդեն բավականաչափ չմոռանամ ասելու, եթե ցանկություն կունենաք, հետը ինչ որ պաստա պատրաստեք, բրինձ եփեք, ինչ որ ցանկանում եք, կարող եք եփել։ Ես նախընտրում եմ հացով ուղղակի ուտել։ Բայց եթե դուք ցանկություն ունեք, պատրաստեք։ Հիմա արդեն բավականաչափ եփվեց, սիրելի հետևորդներ, հիմա դնում եմ արդեն մեր սմբուկը եւ լոլիկը։ Այսպես հիմա կշարեմ։ Արդեն դրեցի լոլիկը եւ սմբուկը, կթողնեմ մի քիչ էլ եռա եւ լցնելու եմ թարմը կանաչին, ձեզ կցուցադրեմ ու կանջատեմ։ Արդեն լցնում եմ մեր կանաչին, վերցրել եմ 3 տեսակ, փոշմանեցի, մի քիչ էլ սամիկ վերցրեցի։ Հիմա այսպես կլցնեմ, 5 րոպե հետո արդեն մեր ուտեստը պատրաստ է։ Այսպես։ Այսպիսի տեսք ունի մեր այսօրվա ուտեստը, իմ կարծիքով գայթակղիչ է, չէ, սիրելիներս։ Համը չկասկածեք, համի համար շատ համեղ է։ Հիմա ձեր ներկայությամբ նորից կփորձեմ։ Համը տեղը տեղին, պղպեղ, ալես տեղը տեղին, բոլորը տեղը տեղին։ Փորձենք, ինչպես ասել էի, մի կտոր հացով,
Այսպես, սիրելի հետևորդներ, Սիրելի հետևորդներ, վերջն է։ Պատրաստեք եւ անուշարեք։ Համեղություն, անմահություն, ով կերավ անմահանալու է, սիրելի հետևորդներ։ Դե հիմա մեզ մնում է հավանել, հետևել եւ տարածել։ Տարածեք, որպեսզի Ռոզատատիկը այսպես շուտ-շուտ կարողանա համեղություններ պատրաստի ձեզ համար։ Սիրենք իրար, սիրում եմ ձեզ։